Համացանցում տարածվում է դերասանուհի Տաթևիկ Ադումյանի մասնակցությամբ ռոմանտիկ մի լուսանկար։ Դրանքից մասնավորապես նշված է «Խենթես դու խենթ աղջիկ մի լուսե, ես էլ քեզ սիրել եմ խենթի պես»։ Մեկնաբանությունների հատվածում շատ են համացանցային օգտատերերը, ովքեր մտածել են, թե բաժանումից հետո Տաթևիկ Ադումյանը նոր սիրավեպ ունի։ Շտապենք հերքել տարածվող խոսակցությունները նշելով, որ լուսանկարն ընդամենը արված է նախագծի նկարահանման հրապարակից։ Որ երկար ժամանակ Տաթևիկը լռություն էր պահում իր անձնական կյանքի թեմայի վերաբերյալ, սակայն տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում այնուամենայնիվ որոշ մանրամասներ հայտնել էր։ Իրենց սիրո պատմությունը ներկայացնելիս Տաթևիկը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ շատ է սիրում ամուսնու եւ կրկնել, որ ամուսնությունից հետո ավելի երջանիկ է։ Տաթևիկի եւ ամուսնու միջև տարիքային տարբերությունը 11 տարի է, սակայն ըստ դերասանուհու տարիքային տարբերությունն ամենևին չի խանգարում իրենց հարաբերություններին։ Նրա շրջապատում գտնվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից ասել են, թե տարիքային տարբերությունը կարող է բացասական ազդել նրանց հարաբերությունների վրա, սակայն ինքը ուշադրություն չի դարձրել այդ խոսակցություններին։ Եթե լսես նրանց, երբեք չես դասավորի կյանքդ, չես ապրի այնպես, ինչպես դու ես ուզում, կապրես այնպես, ինչպես հասարակությունն է ուզում։ Այդ նույն ասողները հիմա տեսնում են, թե ինչ ընտանիք է ձևավորվել, նկատել էր Տաթևիկը, ով բավականին ակտիվ է, իսկ ահա ամուսինը, ինչպես նշել էր դերասանուհին, սև հումորի արքա է։ Նա ունի յուրահատուկ գերմանական հումոր, երբ խոսում է, միայն ընկերները կհասկանան կատակում է, թե ոչ։ Ամուսինս յուրահատուկ անձնավորություն է, դրա համար էլ իմ ամուսինն է, նշել էր Տաթևիկը։ Զույգի առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականին Ջերմուկում, որտեղ երկուսն էլ գործնական նպատակներով էին։ Ես համագործակցում եմ Meme Studio-ի հետ, Ջերմուկում միջոցառում պետք է լիներ, որի ժամանակ Խաչիկը սինխրոն թարգմանություն էր անելու եւ նախապես եկել էր, որ ծանոթանար տեքստին։ Մենք գնացել էինք, որ բեմին ծանոթանայինք։ Դերասաններով նստած էինք սրճարանում, Խաչիկը մեր կողքի սեղանին։ Ես նրան չեմ հիշում, բայց նա ինձ տեսել, սիրահարվել էր։ Շատ գոռոզ լկստված տպավորություն էի թողել, այդ պատճառով էլ չէր մոտեցել ինձ, սակայն հետո հետաքրքրվել էր, փնտրել ինձ։ Մոտ 1 տարի փնտրելուց հետո ընդհանուր ծանոթ էր գտել, ով էլ ծանոթացրեց մեզ, պատմել էր Տաթևիկը ու նշել, որ դա սեր էր առաջին հայացքից։ Քանի որ դերասանուհին Ջերմուկից չի հիշում Խաչատուրին, որպես իրենց ծանոթության օր նշում են 2011 թվականի օգոստոսի 31-ը։ Մենք սկսեցինք ակտիվ ընկերություն անել, ուղղակի ընկերներ էինք, սակայն ամեն օր միասին էինք։ Առավոտյան նա գալիս էր, ինձ տանում էր դասի, հետո երբ ես 15 րոպե ընդմիջում էի ունենում, աշխատանքից գալիս էր, միասին ճաշում էինք, կրկին գնում էր աշխատանքի, ես էլ դասի, որից հետո կրկին միասին էինք լինում մինչև գիշեր, ասել էր նա եւ հավելել. Իհարկե ֆլիրտ եղել է, սակայն ոչ ես էի ցանկանում ցույց տալ, ոչ նա։ Երկուսս էլ վախենում էինք լուրջ հարաբերություններից։ Կարծես չցանկանայինք հավատալ, որ սիրահարվել ենք։ Թե ինչպես են հարաբերությունները թևակողել մյուս փուլ, Տաթևիկը չի բացահայտել, ասելով, որ դա խիստ անձնական է։ Հարցին, թե ինչով է սիրելին գրավել իրեն, Տաթևիկը նշել էր. 2 րոպեից ավելի նայեցի նրա աչքերի մեջ։ Ես էլ եմ հաճախ ինձ հարցնում, ինչ եղավ այդ ժամանակ, սակայն չեմ կարողանում գտնել պատասխանը։ Տաթևիկի խոսքով իր եւ սիրելիի հարաբերությունները շատ արագ են զարգացել։ 1 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են։ Ըստ նրա, ամուսնանալու որոշումը կտրուկ է ստացվել։ Առաջարկությունը Խաչատուրն արել է Ջերմուկում։ Աչքերս փակ ինձ տարավ Ջերմուկ, այն նույն տեղը, որտեղ առաջին անգամ տեսել է ինձ ու ամուսնության առաջարկություն արեց։ Միանգամից համաձայնեցի, ասել էր դերասանուհին եւ նշել, որ ամուսինն ամեն բան անում է, որ ինքը հանգիստ ու երջանիկ լինի։ Ես փոքր տարիքում եմ ամուսնացել, 20 տարեկանում, եւ ամուսինս թույլ չի տալիս ու չի ցանկանում, որ ես ժամանակից շուտ մեծանամ, մեր հարաբերությունները խանգարեն իմ զարգացման նորմալ ընթացքին։ Զույգն ամուսնությունն ամրագրել է 2012 թվականի օգոստոսի 11-ին։ Հարսանիքի նախապատրաստությամբ Տաթևիկն անձամբ է զբաղվել։ Փորձել եմ չկրկնվող հարսանիք անել, ամեն ինչ ծովի թեմատիկայով էր։ Սեղանին ծաղիկների փոխարեն փոքրիկ ակվարիումներ էր դրված ու շատ մոմեր կային։ Դա իմ մտահղացումն էր, քանի որ ես սիրում եմ ծով, տաքություն, ասել էր դերասանուհին եւ հիշել, որ հարսանիքի նախորդ օրը նկարահանման է եղել մինչև գիշերվա 4-ը։ Հարսանիքիցս 2 օր անց եւս նկարահանման էի։ Այդ ամենից շատ էի նյարդայնացել, սակայն հարսանիքիս օրը բոլորովին հոգնածություն չկար մեջս։ Շատ ակտիվ հարս ու փեսա ենք եղել։ Ըստ դերասանուհու, իր կյանքի տարիները Խաչիկի հետ շատ հետաքրքիր են անցել, իսկ նրանց սիրո ամենաջերմ վայրը իրենց տունն է։
Ամուսնությունից հետո մեր ժամանցի ձևը չի փոխվել։ Մինչև ամուսնությունը զույգերն ավելի հաճախ են դուրս գալիս, քանի որ պետք է հանդիպեն։ Երբ ամուսնանում են, նրանց հանդիպման սիրելի վայրը դառնում է տունը։ Մենք ավելի ակտիվ ենք հանգստյան օրերին, մյուս օրերին խիստ գրաֆիկով աշխատում ենք, ասել էր Տաթևիկը եւ ավելացրել, որ երբ ազատ օր են ունենում, գնում են երկրից դուրս, թեկուզ Թբիլիսի։ Դրսում ավելի հանգիստ ենք մեզ զգում։ Զույգը սիրում է միասին ֆիլմեր դիտել, համակարգչային խաղեր խաղալ։ Տաթևիկն ու Խաչատուրն առանձին են բնակվում, ասում է, կարողանում է հասցնել եւ տնային գործերը եւ աշխատանքը։ Իմ ազատ ժամանակի քնի հաշվին կարողանում եմ այնպես անել, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Նշել էր նաև հավելել, որ ամեն ինչ ինքնուրույն է անում, բազմատեսակ ուտեստներ պատրաստում ամուսնու համար։ Ամուսինս միայն տանն է ուտում, իսկ երբ արտերկրում է լինում, զանգում բողոքում է, որ համով բաներ չի կերել, սոված է վերադառնում։ Դերասանուհին համացանցում միշտ փորփրում է հետաքրքիր բաղադրատոմսեր, երբեմն էլ ստեղծագործում է։ Նրա խոսքով ամուսինն ամեն օր նոր ճաշատեսակ է համտեսում, բացառությամբ սիրելի ուտեստների։ Տաթևիկը հիշել էր նաև, որ մինչև ամուսնությունը բացարձակապես չի կարողացել պատրաստել։ Ամուսնությունից հետո խոհանոցն այրելուց հետո արդեն կարողանում եմ այնպես պատրաստել, որ բոլորը գոհ մնան, նշել էր դերասանուհին։ Ամուսնությունից հետո խոհարարությունը դարձել է իմ հոբին։ Մինչ այդ նույնիսկ չգիտեի ինչպես են ձվածեղ պատրաստում, անգամ մեր ամուսնության 5-րդ օրը քիչ էր մնում հրդեհեի խոհանոցը։ Թավան գազօջախին էի դրել, վառվել էր, ջուր լցնելուց հետո ավելի վատ վիճակում հայտնվեցի։ Մենակ էի թավան վերցրել ու տնով մեկ վազում էի, հետո թավան պատուհանից դուրս գցեցի։ Հոնքերս, թարթիչներս ու մազերս խանձվել էին։ Ավելի ուշ հասկացա ինչ եմ արել, իջա ու վառված թավան տուն բերեցի։ Ընկերներս այս դեպքն արդեն անեկդոտ են սարքել։ Անգամ եթե նկարահանումից ուշ վերադառնամ, պետք է մի բան եփեմ կամ առավոտյան շուտ արթնանամ, որ գազօջախին ճաշ լինի, նշել էր Տաթևիկը։ Ըստ նրա, սիրելիի ազդեցությամբ իր բնավորությունը փոխվել է։ Համբերատար եմ դարձել, իմ կյանքում հայտնվեց մի մարդ, ում եսն ինձ համար ավելի կարևոր դարձավ, քան իմը։ Հիմա հասկանում եմ, որ բացի ինձնից պետք է նաև դիմացինիս մասին մտածեմ, նաև աղջկական հատկանիշներ մտցրեց մեջս, խոստովանել էր Տաթևիկը։ Համատեղ կյանքի բարդությունների մասին խոսելիս դերասանուհին նշել էր, որ դա ամուսնուց է կախված։ Իմ կողքին հրաշալի ամուսին կա, ով թույլ չի տալիս, որ ես որևէ բարդություն տեսնեմ։ Վեճերը միայն խանդի հողի վրա են լինում։ Մենք շատ ենք վստահում իրար, սակայն ես շատ եմ խանդում նրան։ Ես խանդում եմ, օրինակ, որ ինձ այդ օրը քիչ է զանգել։ Երկրից հաճախ բացակայող ամուսնուն Տաթևիկը միանում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքային գրաֆիկն է թույլ տալիս։ Երբ նա այստեղ չէ, Skype-ը միացրած ենք քնում, ավելացրել էր դերասանուհին։ Գաղտնիք չէ, որ Տաթևիկը սիրում է իր աշխատանքը, սակայն ըստ դերասանուհու ցանկացած պահի պատրաստ է թողնել այն հանուն սիրելիի։ Երբ ես պետք եմ ամուսնուս, աշխատանքս միանշանակ երկրորդ պլանում է։ Ուղղակի նա աշխատում է, հաճախ տանը չի լինում եւ ես կարողանում եմ ազատ ժամանակս իմ սիրած աշխատանքով զբաղվել։ Երբ զգամ, որ աշխատանքս խանգարում է ընտանիքիս, այն միանշանակ կգնա երկրորդ պլան եւ էական չէ, որքան եմ սիրում այն։ Ամուսինը հետևում է դերասանուհու գործունեությանը, հատկապես թատրոնում։ Նա կարող է մի ներկայացումը 20 անգամ դիտել, սերիալ չի նայում, սակայն երբ կարևոր տեսարան է լինում, ասում եմ նայիր, այս տեսարանը լավ է թե վատ, անպայման նայում է։ Սովորաբար ամուսինս իմ մասնակցությամբ սերիալները չի դիտում, սկզբում միշտ քաջալերում է, հետո զբաղվում իր գործերով, բայց թատրոնում իմ ներկայացումները բաց չի թողնում, նույնիսկ եթե նույն ներկայացումը դիտել է մի քանի անգամ։ Բալիկ ունենալ կամ չունենալ զույգը չի ծրագրում։ Երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ բալիկ կունենանք։ Ոչինչ չեմ ծրագրում, դեռ տարիներ առաջ ասել էր Տաթևիկը, նշելով, որ իր համար էական չէ նաև երեխայի սեռը, կարևորը առողջ բալիկ ունենան։ Անհրաժեշտ է կարողանալ աշխատանքը համատեղել ընտանիքի ու կենցաղային գործերի հետ։ Եթե դրանք միմյանց խանգարում են, ապա պետք է ընտրել ընտանիքը։ Նկարահանումներն ու թատրոնն ինձ չեն խանգարում։ Քնիս ու հանգստիս հաշվին կարողանում եմ համատեղել։ Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ։ Պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ ինչպես նորաձև է դայակի հույսին թողնել։ Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես։ Աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել։ Ուզում ենք 3 երեխա ունենալ, ինչպես կստացվի։ Հավելենք նաև, որ Տաթևիկ Ադումյանը այս ընթացքում չի նկարահանվում հեռուստասերիալներում եւ իր ազատ ժամանակը լիովին նվիրել է ամուսնու եւ ընտանիքին։